անվտանգության հանձնաժողովը եւ պաշտպանության դուք ավելի վաղ հայտնել եք թիմի հետ քննարկում ունենաք, եթե դուք չանցնեք, չեք առաջադրվի։ Ուզում եմ հասկանալ Ճիշտ չմեկնաբանեցիք իմ ասածները։ Լավ, դուք պատասխանելու ընթացքում Շատ հստակ ասել եմ, թե որ ձևաչափի դեպքում, եթե առաջադրում լինի եւ ինձ առաջադրեմ, ոնց որ նախկինում ա եղել, այդ ժամանակ բնականաբար ես իմ կարծիքը կհնչեցնեմ։ Բայց քանի որ կուսակցությունը պետքա որոշեր եւ առաջադրման խնդիրը մի քիչ այլ ձևաչափով էր, ես որոշում կայացրեցի եւ իրացրեցի այդ որոշումը, չառաջադրվել։ Եվ դա շատ նորմալ էր։ Եվ վերջին աշխով 8 տարի ես ղեկավարում եմ հանձնաժողովը։ Եվ հանձնաժողովը 8 տարվա ընթացքում բավականին մեծ արդյունք է ցույց տվել, բավական քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը եւ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Կարծում եմ, որ հանձնաժողովը այդ առումով շատ հաջողել է եւ հուսով եմ, որ նոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նոր կազմով իր առջև դրված օրենսդրական խնդիրները նաեւ ոչ Ես արդեն առաջադրվել եմ պետաիրավական հանձնաժողովի որպես անդամ։ Այն ոլորտում էլ վատ չեմ, որովհետև մի մոռացեք, որ պետաիրավական հանձնաժողովի տիրույթում է գտնվում քննչական մարմինները, զեկույցները, գլխավոր դատախազի, համապատասխան մարմինների զեկույցները եւ նաեւ նրանք ըստ էության առնչվում են նաեւ անվտանգային խնդիրներին, որտեղ իմ փորձառությունը շատ օգտակար կլինի, վերջանում երկ ուներ։ Ես փոխում եմ սլաքները։ Հիմա նոր իրողություն է, նոր դիրքում կարծում եմ նոր խոսք պետքա բերել, որը էլի առնչվելու է մեր երկրի անվտանգությանը։ Քոչան, այսինքն մտավախություն, որ դուք միշտ իրավապահ մարմիններին քննադատել եք, որ ճիշտ չեն աշխատել, ճիշտ ուղղությամբ չեն աշխատել։ Իրավապահ մարմինները ես ժամանակին ղեկավարել եմ, հետագայում նաև իրենց հետ համագործակցության արդյունքում վերջի 8 տարին մենք ցույց ենք տվել բավականին բարձր արդյունքներ, թե օրենսդրական դաշտում, թե նրանց վերահսկողական ֆունկցիաների, մեր վերահսկողական ֆունկցիաները էֆեկտիվ իրացնելու տեսանկյունից։